Մեր բոլոր հարցերի մեջ ու ընթացքի մեջ մեկ բան հստակ ու վստահ պետք է իմանանք։ Մեր բոլոր իրավիճակների մեջ մեկ պատգամ մեր ականջին միշտ ու մնայուն պիտի շշնջա։ Աստված ավելի մեծ է, Աստված ավելի զորեղ է, Աստված ավելի բարձր է, քան կյանքի բոլոր պարագաներն ու իրավիճակները, որոնց միջով անցնում ենք։ Երանի թե, միայն թե այս գիտակցումը միշտ ուղեկից լիներ մեզ։ Երբեք ու ոչ մի պարագայում չէինք կասկածի, չէինք թերանա և չէինք սայթակի մեր ընթացքից։ Թող Աստված զորացնի ամեն մեկիս և օգնի, որ կարողանանք այսօրվա խոսքի մեջ և խոսքի միջոցով ևս մեր հոգին գերագրել և այս խոսքի վրա հաստատել մեր հավատքը և առաջ գնալ։ Լսեցեք Աստծո խոսքը այսօրվա համար, Անգեի մարգարեություն 2-րդ գլուխ 6-9 համարներ։ Վերջին տան փառքը։ Որովհետև այսպես է ասում զորքերի Տերը. մի փոքր ևս ու մի անգամ ևս կցնցեմ երկինքն ու երկիրը և ծովն ու ցամաքը, պիտի սարսեմ բոլոր ազգերին և կգամ բոլոր ազգերի ցանկալի իրերը և այս տունը փառքով կլցնեմ, ասում է զորքերի Տերը։ Իմն է արծաթը և իմն է ոսկին, ասում է զորքերի Տերը։ Այս վերջին տան փառքն առավել մեծ պիտի լինի նախկինից, ասում է զորքերի Տերը, և այս տեղին խաղաղություն պիտի պարգևեմ, ասում է զորքերի Տերը։ Ամեն Աստծո խոսքին։ Մեր հավատքի ընթացքի մեջ հիասթափություններն ու հուսահատությունները, անհաջողություններն ու ձախողությունները, սայթակումները և վաղվա օրվա հանդեպ անորոշությունները կարող են մեզ ծնկի բերել։ Եվ այս իրավիճակի մեջ, որ շատ բնական է հավատքի կյանքի համար, և այս ընթացքի մեջ, որ տարօրինակ չպիտի թվա մեզ, մենք կանչված ենք հիշեցնելու մեկս մյուսին և Աստծո խոսքի վրա հենված նաև ամուր կարճած մնալու իր խոստումներից։ Աստծո ժողովուրդը աքսորից հետո վերադարձավ, Աստծո խոսքին հնազանդելով շուտով սկսեց տաճարի վերաշինությունը։ Նույնիսկ չունեցած նյութերով համաձայնեցին և սկսեցին, բայց նայեցեք, չանցավ իրենց ընթացքի մեջ մի փոքր ժամանակ և սկսեցին շուտով հուսահատվել։ Կյանքը, ընթացքը, միջոցները, քարերը և շինանյութը և բոլոր ժամանակացույցը, որ իրենց առջև էր, այնքան փոքր էր թվում, այնքան աղքատիկ, որ իրենք սկսեցին կասկածել իրենց բռնած գործի համար։ Հավատքի կյանքի մեջ խանդավառությամբ սկսում ենք մեր ճամփորդությունը։ Հավատքի կյանքի մեջ Տեր Հիսուս Քրիստոսին ճանաչելուց հետո մեր կյանքն ու ընթացքը վերափոխվում է, այնպես չէ։ Մեկ հատ նայեցեք ետ, ինչ հոգով, ինչ եռանդով, ինչ նվիրումով, ինչ սիրով սկսեցիք ձեր ճամփորդությունը։ Եթե անգերց պիտի խոստովանենք այսօր, այդ նույն հոգին, եռանդը կրկնապատկվել է, թե ավելի նվազել, քարապատկվել է, թե նույն տեղում ենք դոփում, ինչ վիճակում ես դու։ Հոգևոր հավատքի կյանքի համար մեկ կարևոր սկզբունք կա, աճի սկզբունքը, աճելու սկզբունքը, և այդ աճի մեջ և այդ աճելու միջոցով մենք մեր ընթացքը, մեր ճամփորդությունը, Աստծո հետ մեր մտերմությունը շարունակում ենք պահել անկախ իրավիճակներից։ Աստծո խոսքը երբեք չի ուշանում և Աստված երբեք չի ուշացնում իր խոսքը մեր իրավիճակների համար։ Եվ նայեցեք, այս անհուսության մեջ, այս անորոշության մեջ, տաճարի գործի ընթացքի այս ձախողման, համոզման մեջ կարծես
Աստված նոր խոստում է տալիս։ Այսպես է ասում զորքերի Տերը։ Մի փոքր ևս։ Այդ մի փոքրը կարող է մեզ համար երկար ժամանակահատված թվալ։ Այդ մի փոքրը կարող է դեռ ինչքան Տեր սпасելու, դեռ ինչքան Տեր քո պատասխանը, քո միջամտությունը ունենալու ընթացքի մեջ պիտի այս անորոշ վիճակն ունենանք։ Չգիտեմ, ինչ փորձություններով, ինչ հարցերով, ինչ իրավիճակների միջով ես անցել անցնող շաբաթ, բայց ես մի բան գիտեմ, եթե այսօր այստեղ ես, եթե այսօր Տիրոջ տան մեջ ես, Աստված իր խոսքը ունի քեզ ասելու, քո իրավիճակի մեջ, քո պարագաների մեջ, քո հանգամանքի մեջ, անձնապես, բայց հատկապես նաև որպես եկեղեցի հավաքականորեն։ Մենք հիմա տարին ամփոփելու ընթացքի մեջ ենք, ամեն մեկս հաշվետվությամբ գանչված ենք Աստծո առաջ գալու, ինչպես որ տարին ամփոփում և պետության առջև մեր հաշիվներն ենք բերում, հոգևոր հավատքի կյանքում ևս, ոչ գրավոր, բայց մեր սիրտը պիտի բացենք Աստծո առաջ, ոչ թղթի վրա, բայց Աստծո հոգու առաջ կանչված ենք մեր ընթացքը վերանայելու, որակելու մեզ, արժևորելու մեզ և Աստծուց գնահատական սպասելու։ Մեծ մարտահրավեր կա մեր առջև, որպես եկեղեցի։ Այս շենքը վայելում ենք, բայց այս շենքի համար մեծ բեռ ունենք մեր վրա դրված։ Եվ միգուցե մեր ունեցած միջոցները, մեր ունեցած ընթացքը, մեր տեսողությունը վաղվա օրվա համար, մեր հեռատեսությունը միգուցե շատ հեռուն չեն կարողանում տեսնել, բայց վստահեցնում եմ ձեզ, Աստված իր խոսքի միջոցով այսօր և այս հատվածի միջոցով նաև ասելիք ունի մեր իրավիճակի համար, մեր ընթացքի համար։ Մի փոքր ևս, ասում է Տերը, ինքն է տնօրինում ժամերն ու ժամանակները, ինքն է տնօրինում իրերն ու իրավիճակները, իր տնօրինության տակ է ամեն բան, և սա նշանակում է, որ այդ մի փոքր ևսը դարձյալ իր ծրագրի մեջ է։ Եթե մենք այսօր նայում ենք առջև և տեսնում շատ մոտ, ոչ շատ հեռու, Աստված թե մոտը, թե հեռուն արդեն իսկ ծրագրել է մեզ համար։ Այս մի փոքր ժամանակը Աստծո ժամանակացույցով չի նշանակում շատ հեռու ընթացք։ Այս մի փոքր ժամանակը նշանակում է շուտով, և սա է խոստումը, սա է Աստծո պատգամը, սա է անհուսության, անորոշության և մեր վիճակների մեջ կարծեցյալ Աստծո ուշացած պատասխանի պատասխանը։ Մի փոքր ևսը նշանակում է շուտով, խոսքն ունի շտապեցնող երանգ, սպասեք մի փոքր ևս, ես եմ գործելու, սպասեք մի փոքր ևս և պիտի տեսնեք իմ գործողությունները տեսանելի և նշաններով։ Այս հատվածը Եբրայեցիս նամակի մեջ բերված է, և նայեցեք մարգարեական այս խոսքը ինչպես է մեկնաբանում Եբրայեցիս նամակի հեղինակը, 12-րդ գլուխ 26 համարից պիտի կարդամ։ Նրա ձայնը այն ժամանակ երկիրը շարժեց, և հիմա էլ խոստացել է և ասում է նորից պիտի շարժեմ։ Ոչ միայն երկիրը, հապա նաև երկինքը, և այն նորից բառը ցույց է տալիս, թե շարժված բաները պիտի շարժվեն ու փոխվեն, որպեսզի անշարժ բաները հաստատուն մնան։ Աստծո խոսքը միշտ ու մնայուն գալիս և հուշում է մեզ, որ մեր վիճակների մեջ շարժողը Տերն է, իրերն ու իրավիճակները քննողը, իրերն ու իրավիճակների վրա վերահսկողություն ունեցողը Տերն է, և Տերն ասում է, ես կշարժեմ երկինքը, երկիրը և նաև մնացած բոլոր ազգերը մարգարեական խոսքի մեջ։ Սա հիշեցում է ժողովրդին, որ ետ նայեն և իրենց պատմության մեջ տեսնեն, ուր և ինչ պարագաների մեջ Աստված շարժեց, որ նշանակում է Աստված միջամտեց։ Աստված միջամտեց իր զորությամբ, Աստված միջամտեց իր ներկայությամբ և իր ներկայությունը փոխեց այդ օրերի մեջ
տեղի ունեցող իրավիճակները։ Մինչ մենք հաշվում ենք և տեսնում մեր սագավաթիվ փոքր միջոցները, մինչ մենք հաշվարկ ենք անում և մեր հեռատեսությունը ավելի կարճատեսության է նման, Աստված այս խոսքն է ուղում այսօր մեզ։ Աստված խոստանում է շարժելու և այդ շարժման մեջ իր միջամտությունը բերելու։ Նա է, որ պիտի շարժի, որ նշանակում է պիտի միջամտի, առաջնորդի և հոգա մեր ընթացքի մեջ։ Մարգարեական խոսքը շարունակում է 7 և 8 համարների մեջ։ Պիտի սարսեմ բոլոր ազգերին, պիտի շարժեմ բոլոր ազգերին և կգամ բոլոր ազգերի ցանկալի իրերը և այս տունը փառքով կլցնեմ, ասում է զորքերի Տերը։ Եվ այնուհետև նորից կրկնում, իմն է արծաթը, իմն է ոսկին, ասում է զորքերի Տերը։ Սաղմոսերգուն 24-րդ սաղմոսի մեջ հստակ ձևով սկսում է սաղմոսն ասելով. Տիրոջն է երկիրը և նրա լիությունը, աշխարհն ու նրա բնակիչները։ Նա տալիս է, նա վերցնում է, նա շրջում է թագավորի սրտերը, նա փոխում է գետի հունի պես ազգերի, պետությունների, գաղափարախոսությունները։ Եվ նաև այս հատվածի մեջ ասում է, որ բոլոր ազգերի գանձերը բերվելու են Տիրոջը և Տերը կլցնի իր տունը փառքով։ Այս մարգարեական խոսքը, այս մարգարեության մեջ ուղիղ ձևով խոսում է նաև ոչ միայն իր օրերի համար, այլ նաև մարգարեն իր օրերից այն կողմ, կարծես իր անորոշությունից այն կողմ տեսնում է ապագա փառքը, Աստծո խոստումը, որ պիտի իրականանա Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Այս տան վերջին փառքը, ասում է մարգարեական խոսքը, ավելի մեծ կլինի, քան առաջինը։ Գիտեք, այդ մարգարեական խոսքը երբ իրականացավ, երբ որ Տեր Հիսուս մարդացավ, եկավ աշխարհ և իր կյանքով, ընթացքով և ուսուցումներով ավետարանը մարմնավորեց, ավետարանը ապրեց, ի ցույց դրեց և Աստծո բարի լուրը մարդկանց առջև տեսանելի և շոշափելի դարձրեց։ Մատթեոս ավետարան 12-րդ գլուխ 6-րդ համարում, երբ ժողովուրդը հիանում էր տաճարի գեղեցկությամբ ու մեծությամբ, Տերն ասում է. այստեղ տաճարից ավելի մեծ մեկը կա։ Այստեղ տաճարից ավելի մեծ մեկը կա։ Վերջին փառքը, որ այս մարգարեական խոսքի մեջ հիշատակվում է, շենքին ու շինությանը չի վերաբերվում։ Վերջին փառքը, որին պետք է սպասենք և այդ սպասման մեջ նաև մեր հավատքը կնքենք ու այդ համոզումով ապրենք, քարաշեն տաճարը չէ։ Այս շենքը օրհնություն է և այս շենքի մեջ մենք պիտի շարունակենք մեր ծառայությունը։ Այս շենքը օրհնություն է և միջոց, բայց ոչ վերջնանպատակ։ Դրա համար մենք մեր բոլոր միջոցները պիտի դնենք և ներդնենք մեր վերջնական նպատակի համար։ Տիրոջ փառքով գալստյանը սպասելու և այդ փառքի սպասման մեջ մեր առաքելությունն ու ծառայությունը պիտի ցույց տա մեր համոզումն ու ընթացքը։ Հովանու ավետարանում նույն Տերն ասում է. քանդեցեք այս տաճարը և 3 օրում կվերականգնեմ այն։ Քանդեցեք այս տաճարը և 3 օրում այն կվերականգնեմ։ Անշուշտ շենքի և շինության մասին չէ խոսքը։ Եվ այսօր հետ հայացք նետելով մենք հասկանում ենք, որ Աստված Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով խոսում է իր մարմնի մասին, որ մարդացած մարմնի մասին, որ խաչապայտի վրա քանդվեց, կտոր եղավ և դրանով և դրա միջոցով մեր մնայուն փրկությունը ապահովվեց։ Ով մարդ Աստծո, մեր հույսն ու հավատը ոչ մեր միջոցներն են, ոչ մարդիկ, ոչ հնարավորությունները, ոչ էլ վաղվա օրվա հանդեպ խոստումները, որ տրվում են մարդկանցից։ Մեր հույսն ու հավատը հարուցյալ, փառավորյալ մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, որի վրա հենվելով
որից կարճած մնալով մենք կանչված ենք ապրելու մեր հավատքի կյանքը այսօր, մեր մարտահրավերների մեջ, մեր իրավիճակների մեջ, մեր փորձությունների մեջ, անհատական կամ հավաքական։ Ուրեմն բարձրացրու գլուխդ, վեր նայիր, որբեսի տեսնես գալիք փառքը իր մեծությամբ ու գեղեցկությամբ, որբեսի տեսնես Աստծո միջամտությունը իր որդու Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, որ պատմության մեջ արեց եւ խաչը դրա մնայուն վկայությունն է եւ դեռ պիտի անի, երբ Տերը փառքով հայտնվի։ Ինչի վրա է մեր ուշադրությունը կենտրոնացած այսօր։ Ուր ենք նայում։ Մեր ուշադրությունը ինչ բաներն են խլում այսօր։ Քարերը, սագավաթիվ միջոցները, խնդիրները, պատնեշները, հարցերը, մարդկային, մարդածին, որոնք փոխանակ շինելու, կառուցելու, սկսում են քանդելու արգելք լինել, թե կարճում ենք Աստծո խոստմանը եւ ոչ միայն մենք ենք կարճում, այլ նաև հրավիրում մյուսներին գալու եւ կարճելու։ Կարող ես այնքան ուժեղ լինել, որ Աստծուց կարճած լինելով ուրիշներին էլ հրավիրել, որ գան ու կարճեն, գան ու միանան, գան ու միասին այս ընթացքը ապրենք։ Մեր թվերը շատ փոքր են, մեր կարողությունները շատ փոքր են, բայց Տերը մեծ է։ Եվ այդ մեծության մեջ, եւ այդ մեծության միջոցով մենք կարող ենք վաղվա օրվա համար հույսով լցվել ու հավատքով լցվել։ Դու տեսնում ես ներկան ոչ փայլուն, դու տեսնում ես ներկան ու համեմատում անցյալի հետ եւ ասում ուր էինք, բայց նայեցեք հիմա ուր ենք, անցյալի փառքից ոչինչ չի մնացել, անցյալի մեր փորձառություններից ոչինչ չի մնացել, անցյալի մեր ընթացքից ոչինչ չի մնացել։ Իրավունք ունես այդպես ասելու։ Բայց Աստծո խոսքը մեզ այլ բան է ասում։ Եթե դու տեսնում ես ներկան ոչ փայլուն, անգույն ու անկատար, Աստված տեսնում է այս օրը եւ վաղվա օրվա համար հրավիրում, որ մեր հայացքը ուղենք դեպի վերջնական, վերջին դամ փառքը, որը նա տալիս է իր ներկայությամբ, որը նա տվել է իր որդու միջոցով։ Աստված այսօր ամեն մեկիս ասում է. վերջին փառքը իմս է։ Եվ այն տամ փառքը եւ այն սպասումը, որին հրավիրում է մեզ, այսօր մարտահրավեր է, որբեսի բոլորս կարողանանք զորքերի Տիրոջ անունը կանչելով, հավատքով, հույսով, խաղաղությամբ շարունակել մեր կյանքն ու ընթացքը։ Այս հատվածում նկատեցիք, քանի անգամ է նշվում զորքերի Տեր արտահայտությունը։ Հիշում եք սա ինչ էր նշանակում։ Դրա մասին խոսել ենք։ Իր փորձառություններով հանդերձ այս Տիտղոսը վերջին հանգրվանով հավատացյալ հավաքական ժողովրդի համար մեկ համոզում, հիմնովին եւ շեշտակի դրեց բոլոր ժամանակների համար։ Զորքերի Տերը նույն ինքը Աստված է, որ տիրում է, իշխում է եւ իր վերահսկողության տակ է ամեն բան։ Զորքերի Տերը ոչ թե միայն պատերազմների մեջ հաղթանակող Աստվածն է, այլ տերերի Տերն է, որից ամեն բան կարճած է, որի միջոցով ամեն բան կայուն ու կանգուն է մնում։ Եվ այս աղաղակը, որ եռակի հնչում է այս հայերեն թարգմանության մեջ, մեզ հիշեցնում ու հուշում է, որ մեր կարողություններից վեր եւ մեր անկարողություններից վեր նայենք նրան, ում ձեռքում է ամեն բան։ Եվ զորքերի Տերն ասում է այս տեղին խաղաղություն պիտի բարգեւեմ։ Եթե մարգարեական խոսքը Երուսաղեմին կամ Տիրոջ տանն էր վերաբերվում եւ այդ խոստումը այդ օրերի համար մեծ մխիթարություն էր խաղաղության խոստումով ու սպասումով, այսօր Տերը այս խոսքը ուղում է նաեւ մեզ։ Տիրոջ տան փառքը, վերջին դամ փառքին սպասողները խաղաղությամբ պիտի բարգեւադրվեն, խաղաղության մեջ պիտի լինեն, խաղաղությունը պիտի դառնա կենսակերպ, ապրելակերպ, մտածելակերպ, վարվելակերպ, գործելակերպ,
բոլոր նրանց համար, ովքեր սպասում են այդ վերջին փառքին։ Այսօր, եթե մի աղոթք պիտի բարձրացնենք, այսօր, եթե միասնական Աստծո առջև գալու եւ իր երեսը խնդրելու, իր երեսը փնտրելու փորձառության մեջ պիտի լինենք, թող բոլորիս աղոթքը լինի հետեւյալը։ Ինչ որ ունեք նաեւ հայտագրի մեջ, խնդրում եմ, եկեք միասին աղոթք բարձրացնենք առ Աստված։ Զորքերի Տեր, շնորհակալ ենք, որ այսօր էլ մեզ հիշեցրիր, որ դու ես սասանում երկինքն ու երկիրը, ազգերն ու սրտերը, խոստովանում ենք, որ հաճախ մեր աչքը կանգ է առնում տեսանելի բաների վրա, իսկ մեր հույսը փոքրանում է։ Այսօր մեր հավատը նորոգիր, քոնն է արծաթը, քոնն է ոսկին, եւ դու ես մեր Տերը։ Խնդրում ենք, բացիր դռներ, շարժիր սրտեր, հավաքիր միջոցներ, որ ձեռք բերենք այս տունը, որպես ծառայության գործիք։ Թող գա այն օրը, որ ասենք. Տերը մեծ բաներ արեց մեզ համար եւ մենք ուրախացանք։ Քո խաղաղությունը դուր մեզ, մեր համայնքում, մեր ընտանիքներում, մեր սրտերում։ Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Երբեք ու ոչ մի պարագայում չթուլանանք սիրելիներ, երբեք ու ոչ մի պարագայում չգասկածենք Աստծո միջոցների վրա։ Հոնարաճ եղբայրներ, հոնարաճ եւ քույրեր, եկեք այս համոզումով ու հավատքով մեր բոլոր ծրագրերն ու ծառայությունները Աստծո առաջ բերենք եւ կարողանանք պաշտամունքի այս բաժնի մեջ նաեւ մեր երկեցողությամբ ու փառաբանությամբ մեր համոզումն ու վստահությունը արտահայտենք։ Նա որ չխնայեց իր որդուն, նա որ մինչև այսօր հավատարիմ պահեց մեզ մեր ընթացքի մեջ, նաև խոստում ունի այդ հավատարմությունը շարունակելու։ Մեզ մնում է միայն հնազանդությամբ Աստծո առաջ մեր ընթացքը հավատարիմ ապրելու եւ մեր միաբանությունը խաղաղության ու սիրո ամուր կապով պահելու։ Թող Աստված առաջնորդի եւ պահի մեզ, որովհետեւ միմիայն նա է արժանի առնելու ամեն փառք, պատիվ ու երկրպագություն։